Բարի լույս, սիրելիներ, շնորհավորում եմ բոլորիս այսօրվա հիշատակելի տոնի առիթով։ Այսօր մենք բոլորս հիշատակում ենք մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտնի վիրապը, այսինքն բանտարկությունն ենք հիշատակում։ Ինչու է հիշատակելի բանտարկությունը, թվում է թե ինքը վատ մի բան պիտի լինի։ Հիշատակելի է, որովհետև այդ բանտարկությամբ սկսվում է մի նոր առաքելություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքի մեջ, որ է հայ ժողովրդի դարձը եւ փրկությունը։ Այսօրվա ընթերցումներից մեկը Միքիայի մարգարեության համապատասխանում է այսօրվա մեր խորհրդին։ Ինձ կտեսնի իմ թշնամին եւ ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ուր է քո Տեր Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Սիրելիներ, կարծեք թե այս նախադասությունը Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից ասված նախադասություն լինի։ Ես պատկերացնում եմ բանտարկության ժամանակ Սուրբը ասում է ինձ կտեսնի իմ թշնամին եւ կամաչի, որ ասում էր թե ուր է քո Տեր Աստվածը։ Եվ իսկապես այդպես է, սիրելիներս։ Ինչպիսի մեծ ապավինություն, ինչպիսի մեծ հավատարմություն, ինչպիսի նվիրում սեփական հավատքի եւ Աստծո նկատմամբ, որ ուներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Անկամ բանտարկվելու ընթացքի մեջ հավատարիմ էր Տիրոջը։ Բանտարկվելով հասկանալով, որ պիտի մահանա, հավատարիմ էր Տիրոջը, որովհետև գիտեր, որ իրեն տեսնում է իր Տեր Աստվածը։ Իսկ մենք մի փոքր փորձություն անգամ եւ բավական է, որ խառնվենք իրար եւ մոռանանք Աստծո ներկայության մասին։ Ուրեմն այսօրվա խորհրդի շուրջ բազմաթիվ պատգամներ կան մեզ, որոնցից մեկը թերևս համեստագույնը թող լինի այն, որ անգամ փորձության մեջ, անգամ բանտարկության մեջ, անգամ դժվարության մեջ, հալածանքի մեջ, մահվան վտանգի մեջ վստահ պիտի լինենք, որ Աստված ինձ տեսնում է եւ նա գիտի ինձ հետ ինչ է տեղի ունենում։ Մեզ պետք է ուղղակի հավատալ Տիրոջը, վստահել Տիրոջը մեր կյանքը, որովհետեւ դուք գիտեք բանտարկության չարչարանքի արդյունքում Գրիգոր Լուսավորիչը ինչ արեց, ինչպես ազատվեց եւ ինչպես ազատագրեց շատ շատերին, սկսած արքայից եւ մյուս հայերից, որոնք ճանաչեցին Տեր Աստծո փառքը եւ ներկայությունը իդեմս Մայրաթոր Սուրբ Էջմիածնի։ Ուրեմն սիրելիներս, մաղթում եմ ձեզ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը։ Մաղթում եմ, որ յուրաքանչյուր մեկս ունենանք այդ տոկունությունը, ամրությունը, հավատքի անսասանությունը, որպեսզի կարողանանք փորձությունների մեջ, բանտարկության եւ այլ տեսակ դժվարությունների մեջ ասել. իմ աչքերը կտեսնեն Տիրոջը։ Եվ սա շատ կարևոր բան է։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։